Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, գործընկերներ, ներկայացված Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը, ինչպես արդեն նշվեց, առաջին ընթերցումից հետո դրա մշակվել է եւ արժանացել է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությանը մարտի 24-ին։ Մեր կարծիքով քննարկվող օրինագիծը համապատասխանում է ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, հասարակության բարեկեցության բարձրացման, անվտանգության, դիմակայության եւ իրավունքի ամրապնդման Հայաստանի հանձնառությանը։ Օրինագիծը համահունչ է Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացման Հայաստանի նպատակին, համաձայն ազգային ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության 21-26 թվականների ծրագրին։ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման մասին հայտնի ուղերձը հղել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետը Եվրոպական խորհրդարանում հնչեցած ելույթի շրջանակներում։ Եվրոմիության հետ հարաբերությունների զարգացումը համապատասխանում է նաև Հայաստանի կառավարության որդեգրված, բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը, ուղղված տնտեսական եւ անվտանգային համագործակցության դիվերսիֆիկացմանը, գործընկեր երկրների եւ կառույցների հետ հարաբերությունների խորացմանը։ Մեր արտաքին քաղաքականության համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Եվրոպական միության եւ ԵՄ անդամ երկրների հետ Հայաստանի փոխգործակցության աննախադեպ դինամիկան, որն արտահայտվել է համագործակցության գրեթե բոլոր ոլորտներում։ Եզրափակելով ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ օրինագիծի ընդունումն ինքնին չի հանդիսանում Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության հայտ, այնուամենայնիվ այն հաղորդում է Եվրոպական միության հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասնելու ցանկություն ունեցող Հայաստանի քաղաքացիների ձգտումը եւ համահունչ է բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությանը։ Շնորհակալություն, առաջարկում ենք կողմ քվեարկել օրինագիծը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր քվեաթերթիկ համար 1